Ինչ կվերապերի Միացյալ Նահանգներու արևելյան շրջանի լուրերուն, ապա համազգայինի Միացյալ Նահանգներու արևելյան շրջանային վարչության նախաձեռնությամբ հայ երաժշտական պարադոնը գայացավ 19-21 հունիսին Ֆիլադելֆիա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո մեջ։ Պարադոնին իրենց մասնակցությունը բերին համազգայինի գերտնական վարչության ադենաբեդ, խմբավար, դուդուգահար եւ շվիահար Զաքար Քեշիշյան, թավջութագահար եւ ղապան միջազգային երաժշտական պարադոնի գազմագերբիչ Սևակ Ավանեսյան, դաշնագահար Սերուժ Գրաչյան եւ չութագահար Հրաչյա Ավանեսյան, ինչպես նաեւ ուդի վարպետ Արադինկյան։ Այժմ մեր զրուցակիցն է համազգայինի Միացյալ Նահանգներու արևելյան շրջանային վարչության անդամ դոկտոր Ալին Բաղդասարյանը։ Ալին, բարև։ Բարև։ Լավ։ Ինչի եւ ինչպես ստացակ հայ երաժշտական պարադոնին այս խաղապարը։ Մեր վերջին անդամական ընդհանուր ժողովեն բխած փանացներ մտար, որ հանձնարարեր, որ այս գազմը շրջանային վարչությունը ուսումնասիրե երաժշտանոցիմը գարելիությունը մեր արևելյան շրջանին մեջ։ Մենք մտածելով, որ շրջանը բավական տարածուն է, ինչպես գիտեք հյուսիսային արևելյան շրջանը Նյու Յորք, Բոստոն, մինչև հարավ Դիթրոյթ, Շիկագո եւ այլն, դժվար պիտի լա մեկ երաժշտանոցի թրությունը ստեղծելը առաջին հանգրվանի պրև, մտածեցինք այսպիսի ծրագիր ստեղծել, ուր թե գուսումնասիրենք հետաքրքրությունը եւ դարբեր կարելիությունները, միևնույն ժամանակ պարադոնի մթնոլորտը ստեղծելով մեր գրծեր երաժիշտները գմիացնենք փորձարու եւ հրճագավոր երաժիշտներուն, այսպես թե ներշնչումը ստեղծելով եւ թե հայ երաժշտությունը ասոնց կյանքեն ներս ավելի վառ եւ արթուն բայելով։ Ալին, այս երաժշտական պարադոնին հիմնական նպատակները ինչ են։ Փորքի մեջ երկու հիմնական նպատակ ունենք։ Առաջինը գրեթե հստակ այդ իմաստով, որ գրծեր երաժիշտները, որոնք իրենց ամենօրյա կյանքերու մեջ մեր երեխաները դպրոց կհաջախեն, տաշնակ կսորվին նվագել, չուտակ եւ այլն դարբեր գործիքներ, անձնական ուսուցիչով թե pedagogan ծրագրեն ներս, անոնք բերել եւ այդ իրենց սորվածները հայ երաժշտության գաբել, ներշնչվելով մեր վաստակավոր երաժիշտներեն, օրինակ Սևակ Ավանեսյանը, Հրաչյա Ավանեսյանը, Սերուժ Գրաչյանը, Զաքար Քեշիշյանը։ Այս պարադոնին այսոնք են մեզի հետ մասնակցող երաժիշտները։ Բայց երկրորդ եւ ոչ պակաս կարեւոր նպատակը նաեւ գա, այն ալ համազգայինի ընտանիքի շուրջ համախմբել մեր քաղուտը։ Մամաները, բաբաները, ընկերները, մեծ մամաները եւ այլն, որքան եւ քեֆի մթնոլորտը ստեղծվի հայ մշակույթի եւ հայ երաժշտության շուրջ շաբաթավերցներ անցնելով։ Շատ լավ, շնորհակալություն քեզի, մեր զրուցակիցն է դոկտոր Ալին Բաղդասարյանը, համազգայինի Միացյալ Նահանգներու արևելյան շրջանային վարչության անդամ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հարգելի ակնթիներ, այժմ մեր զրուցակիցն է խմբավար եւ երաժիշտ Մայեստրո Զաքար Քեշիշյանը, որ համազգայինի գերտնական վարչության ադենաբեդն է։ Բարև Զաքար։ Ազատ բարև։ Այս ընտրանիկ երաժշտական պարադոնը ինչպես կծառայե համազգայինի առաքելության։ Համազգայինի առաքելությունը 96 տարիների ի վեր կմնա նույնը։ Ծառայել հայ մշակույթի, հայ գրթության, հայ դպրության զարգացման, մշակման, դարածման եւ նորահաս սերունդները իրենց ազգային արմատներուն հետ առնչելուն, իբրև հայաբահբան առաքելություն, իբրև հայտարարի ճանապարհին կարևոր գործնական եւ ուղենշային վիճակ։ Ավասիկ կանի մտածնյակ պատանիներ եկան ամեն օր երորյակը իրար հետ ապրեցան, նվագեցին, երգեցին, նորերկեր սորվեցան, իրենց համար հատուկ մշակումներ եղան, առնչվեցան անվանի արհեստավար երաժիշտներու հետ եւ վստահաբար այս մեկը իրենց համար հիշարժան պիտի մնա եւ անոնք նաեւ լսեցին արհեստավար երաժիշտներու 4 երաժիշտներու համերգը ոգևորվեցան եւ իրենց համար դերևս գրծանք դառնալ իդեալը, որում իրենք եւս պետք է ցկվին։
Եվ այսպիսի փառատոնը, եթե գեղեցիկ այս սկիզբով շարունակություն ունենա, վերածվի ամենամյայի, վստահաբար միլիցարայի իր նպատակին հարաճուն վերեր արձանագրե եւ առաջիկա դարիներում առաջին դարվա փորձառության հիման վրա շատ ավելի պիտի զարգանա եւ բարգավաճ։ Շատ լավ, ուրեմն մեր զրուցակիցներ համասկայնի գետնական վարչության ադենաբեդ խմբավար եւ երաժիշտ մայստրո Զաքար Քեշիշյանը։ Շնորհակալություն քեզի։ Նմանապես, շնորհակալ եմ։ Իսկ այժմ հարկելի ագընտիրներ մեր զրուցակիցը պիտի լա հարազանոտ տավչուտագահար եւ գաբան երաժշտական պարադորնի նախաձեռնող դնորեն Սևակ Ավանեսյանը։ Բարև Սևակ։ Evdes. Ինչպես կտեսնես այս նախաձեռնության ավական եւ անոր կարեւորությունը հատկապես սպիրկի մեջ։ Ես ուղղակի խենթացած եմ այս նախաձեռնությունից եւ երեխաներին եւ այստեղի հայերին տեսնելով երաժշտության մշակույթի եկեղեցու հայազգի շուրջ հավաքվելը շատ կարեւոր է։ Միգուցե ինչ որ չափով կապանի նախաձեռնությունը շատ-շատերին ոգևորեց, որ տեսնեն, որ սա հնարավոր է եւ ուրախ եմ, որ այս հիասքանչ գաղափարի մասնակից եմ եւ վստահ եմ, որ սա դեռ սկիզբն է։ Շատ լավ։ Իսկ կարևորություն ունի նման երաժշտական պարադոնիմը շարունակականությունը։ Այո, դա ամենակարևորն է։ Այս մի քանի օրը ես գտնում եմ մենք մի քանի հայերով եւ փոքրիկներով կարողացանք տնկել մեկ ծառ, մշակույթային ծառ, որը պետք է անընդհատ ջրել, անընդհատ հետևել եւ սпасել մինչեւ պտուղ տա, այնուհետև մենք երաժիշտներով ասում ենք ծառը բացի նրանից, որ պտուղ է տալիս եւ մեկ օր այդ փայտը դառնում է ջութակ եւ հարյուրավոր տարիներ ապրում եւ այնպիսի բան ենք մենք սկսել իմ կարծիքով, որ հետեւողական լինելու դեպքում տասնյակ եւ ինչու՞ չէ հարյուրավոր տարիներ պետքա դա լինի, որ հայերը հավաքվեն աշխարհի տարբեր վայրերում եւ ունենան երաժշտական փառատոն։ Շատ լավ, ուրեմն մեր ագընտիրներուն գուզեի հիշեցնել, որ մեր զրուցակիցներ Հարազանոտ տավչուտագահար եւ գաբան երաժշտական պարադոնի նախաձեռնող դնորեն Սևակ Ավանեսյանը։ Շնորհակալություն քեզի Սևակ։ Ես եմ շնորհակալ։ Հարկելի ագընտիրներ երաժշտական պարադոնին շուրջ մեր հարցազրույցին վերջին զրուցակիցը պիտի լա Հարազանոտ մենակադար ճուտագահար եւ մրցանակագիր մենուհին մրցույթի Հրաչյա Ավանեսյանը։ Բարև Հրաչ։ Բարև ձեզ։ Լավ։ Ինչ է ձեր դպավորությունը այս նախաձեռնության մասին։ Ինչպես դպավորվեցաք։ Շատ պոզիտիվ, որովհետև դե ամենտեղ գիտեք որտեղ որ գնում եմ ես ամենտեղ հայ համայնքի հետ շփվում եմ եւ արդեն շատ լավ գիտեի Ամերիկայի եւ նաեւ Կանադայի հայ համայնքին տարիներ առաջ, բայց առաջի անգամ եմ որ Ֆիլադելֆիայում եմ եւ այստեղի համայնքի գործունեությանը դեռ այդքան մոտիկից ծանոթ չէի եւ շատ ուրախացա տեսնելով որ ինչ ջանք է ներդրվում երեխաներին հայերեն սովորեցնել, հայ երաժշտության հետ ծանոթացնել փոքր ժամանակից եւ տարբեր երեխաներ նվագում են տարբեր գործիքներով, դասական, կան որ նվագում են շվի, կան որ նվագում են դաշնամուր կամ ջութակ, բայց բոլորը նվագում են անպայման գոնեմի հայկական երաժշտություն կոմիտասը այսօր ժենս որ պարապում ենք Քելեքելե եւ Շողերջանը փոքրիկների հետ եւ այդ ամեն ինչը փոքր տարիքից ներծուցվել մարդու հոգում եւ ուղեղում ամենակարևոր դերն է խաղում մարդու կազմավորվելու ընթացքին եւ շատ ուրախ եմ որովհետեւ ինչպես ասացի Ֆրանսիայի եւ Բելգիայի հայ համայնքներին գիտեմ որոնք նմանատիպ աշխատանք են անում նույնիսկ Ճապոնիայում Տոկիոյում ես ծանոթացա հայ համայնքի հետ որոնք իրենց ձևով են անում եւ ամեն անգամ ուրիշ աշխարհ ընկած լինեմ շատ տպավորիչ է եւ շատ կարեւոր է մեր ազգի համար։ Այո, շնորհակալություն քեզի Հրաչ Ավանեսյան
հրճակավոր մենակատար ճուտակահար եւ մրցանակագիր Մենուհին մրցույթի։ Շնորհակալություն քեզի։ Ակալություն ձեզ։